մենք ունենք ներդրված էլեկտրոնային համակարգեր, այսինքն մեր խաչմերուկներում, որոնք որ նույնպես աշխատում են արհեստական բանականությամբ, մենք ունենք ամբողջապես գործող ֆունկցիոնալ հանրային տրանսպորտ, արդեն իսկ ձեռք բերված 250 մետրանոց ավտոբուսներով, ունենք տրոլեյբուսային պարկը ամբողջապես համալրված է, այսինքն այս 45 տրոլեյբուսով մենք դեռևս ամբողջ պարկը չենք համալրում։ Մեր պլանով, եթե չեմ սխալվում, պլանավորվում է մոտավորապես ունենալ 100-ին 100-ից մի քիչ ավել տրոլեյբուսներ։ Ունենք մենք ընթացքի մեջ Աջափնյակի մետրոյի կայարան կառուցվող, մենք իրականում կանաչ տարածքները, հանրային տարածքները, հետիոտնային քայլելու համար հատվածները ընդլայնված են, հետիոտնի համար Երևան քաղաքը ավելի հասանելի է, շարունակվում է ծրագիրը ավելի հասանելի դարձնելու քաղաքը համասայլակով եւ մանկասայլակով անձանց համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես է պատկերացնում մայրաքաղաքի զարգացումը 5 տարի հետո, նշելով Երևանն ուղղակի էականորեն ավելի հարմար ու հասանելի քաղաք է լինելու առաջիկայում։ Քաղաքապետը երկար թվարկեց այն աշխատանքներն ու մեծ ձեռքբերումները, որոնց ուղղությամբ աշխատել են 2025-ին։ Օրինակ քաղաքաշինության ոլորտում կարող եմ ասել, որ բազմաչարչար կասկադի նախագծի մեկնարկն է տրվել եւ իրականում Երևան քաղաքում այս խնդիրը մի քանի տասնամյակ է որ կա, կենտրոնական հատվածում կասկադի կառուցվելու է մի ենթակառուցվածք, որը ծառայելու է քաղաքին, մենք ունենալու ենք 1000-ից ավել տեղանոց համերգասրահ, ունենալու ենք ժամանակակից արվեստի թանգարան, ունենալու ենք տարբեր հանրային տարածքներ, տարբեր ռեստորաններ, տարբեր հատվածներ, որոնք որ պատկանելու են Երևանի քաղաքապետարանին։ Այսինքն կենտրոնական հատվածը պատկանելու է քաղաքին եւ կարծում եմ սա շատ կարեւոր եւ մեծ ձեռքբերում է։ Մեծ ձեռքբերումներից ունենք արելի ծավալի իրականացրած կանաչապատման աշխատանքներ Երևան քաղաքում եւ այս տարի նույնպես մենք էական ծավալներով ավելացրել ենք Երևան քաղաքի կանաչապատ տարածքները, մասնավորապես մեր մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքները 8 քառակուսի մետրից վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են եւ դարել են 8.5 քառակուսի մետր։ Չնայած տասնամյակների պատմություն ունեցող խնդիրների բարդություններին, հաջողություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ։ Ունենք տրանսպորտի ոլորտում արդյունքներ, ինչպես ասացի, նոր պայմանագիր ունենք 45 նոր տրոլեյբուս գնելու հետ կապված կանգառասրահներն ենք փոխում, նոր ավտոբուսային գծեր ենք ավելացնում։ Այս տարի իրականացրել ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհահատվածի ամբողջ բոլոր հողատարածքների օտարման գործընթացը, այսինքն մենք հաջորդ տարի սկսում ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը փաստացի, որ կարծում եմ այս նախապատրաստական տեսանկյունից այս տարի մեծ ծավալի աշխատանք ենք արել։ Կոմունալ տնտեսության ոլորտում նշեցի այն աշխատանքները, որ արել ենք, չնշեցին միայն, որ նաև այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին 500-ից ավել վերելակներ ենք փոխարինել Երևան քաղաքում։ Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած պատրաստ է։ Հաջորդ տարի ամենայն հավանականությամբ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի, տեղեկացրեց Ավինյանը։ Բակերի, մանկապարտեզների հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքներից մինչև հանրային տրանսպորտի ոլորտում տոմսային համակարգի ներդրում ցանկն ընդգրկուն է ու բազմազան։ Տոմսային համակարգն ենք ներդրել, լավ, այդպես բողոքներով եւ ամեն ինչով, բայց դա շատ կարեւոր համակարգ է, շատ կարևոր ենթակառուցվածք է, որ այս տարի փաստացի ներդրվել եւ աշխատում է եւ արդեն փաստացի մենք միասնական տոմսային համակարգ ունենք տրոլեյբուսում, ավտոբուսում եւ մետրոյում եւ սա շատ լավ հիմք է տալիս շատ այլ բաների համար, բայց ամենամեծ ձեռքբերումները ես ուզում եմ արձանագրել, որ թվայնացման ոլորտում են եւ շատ դեպքերում դեռևս դրանք շատ տեսանելի չեն, բայց քաղաքի կառավարման տեսանկյունից եւ արդյունավետության բարձրացման, կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից դրանք ամենամեծ ձեռքբերումներն են։ GIS քարտեզները, որոնք որ տարբեր ոլորտներում արդեն օգտագործվում են։ Այսօր օրինակ առավոտյան մեր Երևան նախագծի տնօրենը ներկայացնում էր GIS քարտեզի մեր գլխավոր հատակագծի արդեն պատկերը եւ դա դարձնելու ենք հասանելի նաեւ բոլորի համար։ Մեզ դեռևս 30 տրոլեյբուս եւ 249 18 մետրանոց ավտոբուս է անհրաժեշտ, ասաց Ավինյանն ու հավելեց. հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի միջնաժամկետ հեռանկարում 3-ից 5 տարում։ Երևանի որոշ կանգառներում արդեն իսկ կան էկրաններ,
որոնք թույլ են տալիս քաղաքացիներին հետևել տրանսպորտի ժամանմանը։ Ըստ Ավինյանի, թվայնացման ոլորտում եւս իրենց հաջողվել է գրանցել բավականին մեծ առաջընթաց։ Մենք ունենք մի համակարգ, որը որ մեր ավտոբուսների տեսախցիկներին է միացված եւ արհեստական բանականությամբ այն փողոցներով, որով որ այդ ավտոբուսը անցնում է, արձանագրում է փոսերի քանակը եւ չափը, կոնկրետ կետային եւ արտացոլում է քարտեզի վրա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ ըստ քաղաքապետի դեռ կան լուրջ մարտահրավերներ, որոնց լուծման ու հաղթահարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Խոսեցինք Աջափնյակի կայարանից, որ ինքը իր էությամբ բարդ նախագիծ է, բայց շատ կարևոր արձանագրում ունենք, որ այսօր ունենք արդեն փաստացի փորձաքննություններ անցած նախագիծը եւ իհարկե բարդեր նաեւ գնում Վարդաշենի մեր վթարային շենքերի բնակիչների բնակարանային լուծումների ծրագիրը, ինչպես նաև Արզումանյան 10 եւ 17 շենքերի բնակիչների ծրագիրը, համեմատությամբ օրինակ Արցախի բնակիչների, Արցախում մենք կարելի ասել տենց ամբողջ ծավալով խնդիրը լուծեցինք եւ վերջին տարիներին կրկին այնքան բնակարանի գնման վկայականներ են հանձնել, ինչքան դրան նախորդող, չգիտեմ, 10 տարիների ընթացքում չի հանձնվել։ Այդուհանդերձ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանի օդի որակի խնդիրը, որը շարունակում է մնալ բարդ լուծելի, մեղմացումներ հնարավոր են։ Խնդիրը նոր չէ, սրա մասին խոսվում էր դեռ 1980-ական թվականներից ու տարվա նույն ժամանակաշրջանում նոյեմբերից մարտ։ Այս առումով քաղաքապետարանն ունի քառամյա ծրագիր, նրա դիտարկմամբ ներկայում Երևանի օդի որակը լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնը ձյունը մաքրել է օդը։ Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին, ապա այստեղ կանոնակարգվել է բոլոր ավտոմեքենաների մուտքերը։ Մուտքի համար հստակ գին է սահմանվել, որն ուղղվում է նոր աղբավայրի կառուցման աշխատանքներին։ Ավինյանի տեղեկացմամբ Երևանի սեփական եկամուտների աճի գործոնները պայմանավորված են շատ տնտեսվարողների ստվերից դուրս բերմամբ։ Երևան քաղաքում կարելի ասել շատ մի անկանոն ինչ-որ տենց կառուցապատման process էր գնում, այս турքերի ներմուծումը մեր կողմից էականորեն զսպել է ախորժակները տարատեսակ կառուցապատողների։ Իդեպ տարեվերջյան ասուլիսի ընթացքում քաղաքապետը հայտարարեց, որ ձյան մաքրման աշխատանքներին Երևանում վերջին օրվա ընթացքում մոտ 59 տեխնիկա է գործել եւ 1500 տոննա աղ է օգտագործվել։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։